Բարև բոլորին, ուզում եմ մի փոքր ներկայացնեմ լիմֆոմոդելինգի մասին, թե իրենից ինչ է ներկայացնում այդ տեխնիկան։ Նշեմ, որ տեխնիկան Մանուելա Շալայի մեթոդն է, կլասիկ լիմֆադրենաժից տարբերվում է նրանով, որ նա ավելի բարձր եւ ավելի կատարելագործված մեթոդն է, որ տարբերվում է բոլոր մերսումներից եւ նշեմ, որ նա հենց մերսում չէ, այլ կոնկրետ պրոցեդուրա։ Միշտ հետևել եմ, միշտ նայել եմ, երազել եմ, սպասել եմ, թե կվերապատրաստվեմ, սովորեմ Մանուելայի մոտ ու ահա երազանքներիցս եւս մեկը իրականացավ։ Ես մեծ պատիվ ունեմ, շնորհակալություն ունեմ ասելու Մանուելային, որ նման գիտելիքներով կիսվում է իր աշակերտների հետ ու հիմա այս օգտագործում եմ իմ մասնագիտության մեջ, իմ աշխատանքիս մեջ, իմ հաճախորդներիս համար ու այն պահն է, որ հաճախորդներին ես տեսնում եմ երջանիկ, ճիշտն ասեմ, wow էֆեկտ, որ մարդիկ շատ անգամ չեն սպասում, թե սա ինչ պրոցեդուրա է ու երբ որ դու իրանց բացատրում ես, իրանք դες ուշադիր լսում են ու հենց պրոցեդուրայի ժամանակ այն որ անսպասելի արդյունքներ, անսպասելի պրոցեդուրա, երբևէ նման զգացողություններ չեն ունեցել, բայց երբ որ պրոցեդուրան վերջացնում ենք, մենք ցույց ենք տալիս արդյունքը, այդ wow էֆեկտը մարդկանց ուրախությունը, այն որ քո ուրախությունն է, դու տրամադրում ես այն, ինչ որ մարդիկ երազել են, ուզեցել են, պայքարել են շատ անգամ, որպեսզի ազատվեն այդ հեղուկներից, այդ բեռից, այդ ծանրությունից, որ տարիներ շարունակ կուտակվել է ստրեսի, հորմոնների, սխալ սննդի, ոչ ճիշտ ջրի բալանսի պատճառով մենք փորձում ենք այս պրոցեդուրայի միջոցով օգնել։ Շատ անգամ, երբ որ օրգանիզմը ճիշտ չի աշխատում, հա, մարդիկ կարան գնան սպորտզալ, մարդիկ կարան պահեն ինչ-որ հատուկ դիետաներ, բայց անարդյունք։ Շատ եմ լսել, որ մարդիկ վարժություն են անում, պարապում են, ճիշտ սնվում են, բայց զրո էֆեկտ։ Այս մեթոդը այն մեթոդն է, որը տվել անցել է բոլոր պրոցեդուրաները ու աշխատացրել է այն մարմնի հատվածները, որոնք տարիներ շարունակ կուտակել են այդ ստրեսը, այդ սպազմը, հա։ Շնորհակալություն եմ ուզում ասեմ Մանուելային այս գիտելիքների համար։ Անպայման սպասելու եմ հաջորդ այցին